Ներում այդ խնդիրը պետք է լուծվի մի պարզ պատճառով, որովհետև ինչպես կարող ենք կռահել այդ նույն ելույթներից եւ հաջորդականությունից, այդ քաղաքական ուժերը եւ նրանց առաջնորդները նույնպիսի ենթադրաբար ազդեցության գործակալներ են Հայաստանի Հանրապետությունում եւ այս քննարկումները ամբողջը դրա մասին են ցույց տալիս։ Եվ ես ուզում եմ, որ այս ամբիոնից մենք խոսենք 2018 թվականի եւ 2025 թվականի Հայաստանի մասին, որովհետեւ այդ մարդիկ ենթադրաբար այլ երկրի ազդեցության գործակալները ուզում են զզվանք, կամահրանք, արհամարանք ներշնչեն այսօրվա Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց ես ուզում եմ իմ անկեղծ տպավորությունները կիսել 2018 թվականի եւ այսօրվա Հայաստանի տարբերությունների միջեւ, որովհետեւ 2018 թվականի դրությամբ Հայաստանը գտնվում էր այդ նույն երկրի գրպանում, որի ազդեցության գործակալներն են թվարկած անձինք։ Այսօր Հայաստանը անկախ պետություն է։ Այսօր Հայաստանը ոչ միայն անկախ պետություն է, այլև Հայաստանը ունի ինքնիշխան կամքի կենտրոն եւ կարող է որոշումներ կայացնել։ Բայց ես ուզում եմ մենք բոլորս ի վերջո առերեսվենք եւ խոստովանենք։ Ի վերջո ո՞նց է Հայաստանը հայտնվել այդ գրպանում։ Ինչով, ինչպես։ Մի գործիքով ժողովուրդ ջան մենակ, Ղարաբաղի հարցով։ Ղարաբաղի հարցով։ Եվ ուրիշ որևէ պատճառ եւ բացատրություն դրա չկա։ Եվ խոսքա գնում ասում է